Երևանը տոնական տրամադրության մեջ է, լույսերն ու գույները հիշեցնում են, որ 2026 թվականը սարերի ետևում չէ։ Ամանորի նախաշեմին մեկնարկում են նվերների ու զարդարանքների վաճառքները։ Ամանորյա եռուզեռը բոլորի դռներն է թակում ու հիշեցնում՝ տոնը մոտ է։ Օրեր առաջ վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Երևանի տարբեր հատվածներում արդեն տեսանելի են տոնական ձևավորումները, լույսերն ու ամանորյա տոնավաճառները։ Այս տարի քաղաքապետարանը մայրաքաղաքի ամանորյա ձևավորման և միջոցառումների համար հատկացրել է 607 միլիոն 645 հազար դրամ։ Սակայն քաղաքացիների մի մասի կարծիքով սա այն ծախսը չէ, որը պետք է առաջնային լիներ։ Նշում են, երկրում կան ավելի լուրջ խնդիրներ։ Ուրիշ խնդիր չկար լուծելու, կար չէ։ Ու շատ կա։ Իմ կարծիքով արդարացված չէ, ավելի լուրջ բաներ կա անելու։ Ընդ որում այս տարվա բյուջեն նախորդ տարվանից 58 միլիոն դրամով ավելի է։ Քաղաքացիների մոտ հարց է առաջանում, եթե ամեն տարի նույն զարդարանքն է, նույն տոնածառն ու լույսերը, ապա ինչու փոփոխություն կամ թարմացում չի նկատվում։ Ամեն տարի նույնը տեսնելը արդեն դա հաճելի չէ եւ ողջունելի չէ։ Մենք միշտ լսում ենք, որ իրանք մեծ գումարներ են ծախսում քաղաքը զարդարելու, դիզայնավորելու հարցում, բայց ամեն տարի տեսնում ենք նույն դեկորացիաները, նույն դիզայնը, նույն զարդարանքը։ Ցանկալի է, որ ամեն տարի լինի ինչ-որ նորություններ, օրինակ նույն տոնածառը, նույն այս հրապարակի տոնածառները եւ այս ամանորյա դիզայնը արդեն ասել թե հոգնեցնում է։ Իմ կարծիքով պետք է վերցնել եվրոպական երկրներից օրինակ այդ հարցում, թե իրանք ինչքան կրեատիվ տոնածառներ են դնում գրեթե ամեն տարի, իսկ մերը ամեն տարի նույնն է։ Քաղաքացիների համոզմամբ տոնական տեսքն առաջին հերթին պետք է գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, հետո երևանցիների, բայց դրա համար անհրաժեշտ է ավելի համակարգված մոտեցում։ Այս ամեն ինչը պետք է վերանայել ոչ թե մեր համար, այլ զբոսաշրջիկ բերելու համար։ Իմ կարծիքով նենց չի, որ անդադ մենք պետքա տեսնենք ու ուրախանանք, թեև դա շատ կարևոր է, որ առաջինը մեր համար է լավ լինի, բայց ես կարծում եմ, որ այս ամեն ինչը պետքա տուրիստ բերի, որ մեր քաղաքում շարժ լինի տնտեսական եւ զբոսաշրջային։ Մինչ քաղաքում տոնական լույսերը վառվում են, քաղաքացիները սեփական տներում մեծ ծախսեր անել չեն պատրաստվում։ Շատերը տոնածառի զարդարանքները չեն թարմացնում, ունեցածով են բավարարվում։ Առանձնապես չեմ տրամադրում, որովհետեւ մենք փոքր չունենք տանը։ Ինչ ունեմ, այդ դնում եմ։ Մի քանի տարի արդեն դեռ չեմ ծախսում։ Շատ չեմ ծախսում, ամեն դեպքում։ Երևանցիները մեծ ծախսերից խուսափելով նախընտրում են տոնական տրամադրություն ստեղծել քիչ ծախսելով, պահելով ինքնատիպությունը։ Ես ամեն տարի փորձում եմ ինչ-որ մի քանի նոր բան գնել, իսկ հները նվիրում եմ իմ հարազատներին ու բարեկամներին, իսկ գումարային պահերը ճիշտ ասած չեմ ուշադրություն դարձրել, թե ինչքան եմ ծախսում, ուղղակի ինչ-որ մի բան, երբ որ լավն է ու ինքնատիպ է, իմ դուրը գալիս է, ես գնում եմ դա ու արդյունքում ունենում եմ ինչ-որ նոր բաներ, որովհետև աչքի համար թարմությունը դա շատ կարևոր է։ Ամանորը թարմության ու նոր էջ բացելու մասին է։ Հանրապետության գլխավոր տոնածառի ու փողոցների զարդարանքներից զատ քաղաքացիներին շարունակում է մտահոգել ավելի լուրջ հարց՝ ինչպես դիմավորել նոր տարին։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։